Բարեկալու Սիվիլներ, տաղավարում հյուրընկալել եմ քաղաքագիտության դոկտոր, ԵՊ քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտ աշխատող Նարեկ Սուքիասյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Նարեկ հրավեր ընդունելու համար։ Նարեկ, խոսելու ենք հիմնականում Հայաստան-Ռուսաստան լարվող հարաբերությունների մասին եւ վերջերս կառավարության ծրագիրը, որ հաստատվեց ազգային ժողովում, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ի տարբերություն նախորդ ծրագրի չի որակում որպես դաշնակցային, այլ որակում է որպես փոփոխվող եւ տրանսֆորմացվող ոչ էլ ռազմավարական ուղղակի գործընկերություն։ Կառուցվածքային տրանսֆորմացիա։ Կառուցվածքային տրանսֆորմացիայի մասին եւ Ռուսաստանին կոչում է գործընկեր կամ գործընկերային հարաբերություններ։ Թեպետ մյուս բոլոր երկրները, ասենք Ֆրանսիայից սկսած մինչեւ Իրան, նրանց կոչում են ռազմավարական գործընկերություն։ Ինչու է այդպես եւ եթե արդյոք, այսպես հարցը ձևակերպեմ, արդյոք Ռուսաստան դադարել է ըստ էության լինել գոնե այս պահին դաշնակից Հայաստանի համար, համարվել դաշնակից Հայաստանի կառավարության համար, եւ եթե այդպես է, ապա ինչ է լինելու այն իրավապայմանագրային բազայի հետ, որը գոյություն ունի։ Այս պահին չի դադարել այդպեսին համարվելուց, այդ փոփոխությունը տեղի ունեցել գլխավորապես 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ եղավ դիմում Ռուսաստան ՀԱՊԿ եղավ պատասխանը եւ հայտարարվեց անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիայի մասին, իսկ դաշինքային հարաբերությունները առաջին հերթին միմյանց անվտանգային փոխօգնության մասին են, այդ ժամանակվանից դե ֆակտո չի ընդունվել, չի համարվել, չի վերաբերվել Ռուսաստանին որպես ռազմավարական անվտանգային դաշնակից։ Եթե այս փաստաթղթի մեջ ունենք մենք այլ ձևակերպում, դա հետևանքն է, հա, արձանագրումն է այդ ամեն ինչի, որը եղել է թեև արձանագրումը ինքնին թե ինչ բառապաշար է ընտրում դա անելուց, նույնպես ինչ որ քաղաքական նշանակություն ունի։ Սրան չի, որ Ռուսաստանում նայում են որոշելու հարաբերությունները, այլ սա կարող է ինչ-որ հարցեր առաջացնել կամ դժգոհություններ, բայց սա չէ, որ պետք է որոշի հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամային են թե ոչ, սա ուղղակի այս ամբողջ մոմենտումի մի արձանագրումներից ու մասերից է, նաև սրան պետք է վերաբերվել, քանի որ թե կառավարության ծրագրում դա եւ թե մինչ այդ ձևակերպումը եւ վերաբերմունքը թե ամրագրումը կար նախընտրական ծրագրում նույն ձև եւ էլի այդ նույն հերթականությունը այնտեղ կար, որ առաջին հերթին տարածաշրջանն է եւ տարածաշրջանայնացումը հարաբերությունների, հարևանների հետ հարաբերություններ, ապա նոր ձեռք բերված ռազմավարական համագործակցությունները Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, առանձնաշնորհյալ հարաբերություններով Ֆրանսիա, հետո նոր Ռուսաստան։ Բայց այս նաև պետք է նայել նախընտրական կոնտեքստում ու կարծում եմ հələ դեռ դրան անդրադառնանք։ Շատ լավ, բայց մենք ունենք այս պահին երկու իրողություն։ Իրողություն համար 1, որ դեռ գոյություն ունի իրավապայմանագրային բազան բավական մեծ, որտեղ որակվում են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դաշնակցային եւ կա ընդհանրապես մեծ պայմանագիր է, այսպես ասած, կնքված փոխադարձության, աջակցության, բարեկամության մասին, եւ երկրորդը իրողություն, որ փաստացի հարաբերությունները տեղ-տեղ նաև թշնամական են։ Թշնամական այն առումով, որ այն սանկցիոն գործողությունները, որ Ռուսաստանը հիմա կիրառում է Հայաստանի նկատմամբ, դա չի կիրառում բարեկամ երկրների նկատմամբ, դա կիրառում է երկրների նկատմամբ, որոնց հետ ունի կոնկրետ խնդիրներ, հա։ Ուստի հարց, կարող է հարցը հասնել, խնդիրը հասնել, եթե լարվածությունը խորանա, այս իրավապայմանագրային դաշտի վերափոխմանը։ Չի բացառվում, բայց մինչ այդ մի վերապահում ես չի անվանի դա թշնամական, ասած մի ասը ոչ մեկ, հա, կոնֆլիկտային, ճգնաժամային եւ այլն, թեև կոնֆլիկտային էլ կարելի է, հա, թշնամական, որովհետեւ արդեն շատ զարոյական արդյունքով խաղի մասին է խոսքը, որոշակի կարմիր գծեր անցած վիճակներ։ Կարող է փոխվել, կարող է չէ իրավապայմանագրային բազան, որը լրիվ երկրորդական է, որովհետեւ նաև եթե շատ հեռու պետք չէ գնալ։ Հարաբերությունների իրական որակն է կարևոր եւ ոչ թե այն ինչ միանշանակ։
հատկապես հերու գնալ պետք չէ, Ադրբեջանը երբ Ռուսաստանի հետ կնքեց համապատասխան պայմանագիրը դաշինքային հարաբերությունների մասին, դեկլարացիան դրանից տարի ու կես անց իրենք նույնպես իրենց հարաբերությունների մասին խոսելից դուրս էին թողնում այդ ձևակերպումը, մեկը թողնում էր, մեկը չէ, նայած ում որ կոնտեքստում դա առավել հարկավոր էր։ Այստեղ ասեմ ավելին, Ռուսաստանի հետ հարաբերություններում անգամ դրա կարիքը չկա, որովհետև Ռուսաստանը, տեսեք, ունի իր թե ներքին թե արտաքին քաղաքականության մեջ շատ հարցերի վերաբերյալ խիստ լեգալիստական մոտեցում։ Երբ դա ձեռնտու է իր շահերին, ինքը դա կարող է ձևակերպել, սա ընդհանրապես մեր որևէ ինչ-որ քաղաքական կապրիզների հարց չէ, այսպես ասած, հա, ունենք պարտավորություններ, կա օրենք եւ այլն, մենք դրա համար ենք պահանջում, հա, օրինակ Ռուսաստանի մոտեցումը միջազգային հարաբերություններին եւ աշխարհակարգին, բացարձակ ընդունում եւ վկայակոչում ՄԱԿ-ի կոնվենցիա, միջազգային պայմանագրեր եւ այլն, երբ դա ձեռնտու է եւ անհրաժեշտ։ Ու մատնանշելով են բոլոր խաղացողներին, ովքեր դեմ են գնում սովորական երկակի ստանդարտներ։ Նույնը կարող ենք տեսնել եւ ներքին քաղաքականության մեջ։ Եթե օրինակ ինչ-որ մի կուսակցություն պետք է դուրս մնա ընտրապայքարից, ոչ թե հայտարարվում է, որ չենք ուզում դրա համար էլ չպետք է լինի, այսինքն ինչ-որ քաղաքական ձևով չի կատարվում այդ դուրս թողնելու process-ը, այլ այս կուսակցությունը խախտել է հեղինակային իրավունքի մասին այսինչ օրենքը, օգտագործել է այն ու տանենք դատարան, եթե քաղաքական որոշումը կա, իրավական հիմքը կգտնվի։ Հիմա տեսեք, մեզ կարևոր է, որ չտանել գործողությունները այս դաշտ, որովհետև Ռուսաստանը շատ հաճախ եւ շատ լավ է օգտագործում իրավական գործիքները միջազգային հարաբերություններում եւ դրա հետևը ունենալով նաեւ ասիմետրիկ ուժը Հայաստանի հանդեպ կարող է այդ լեգալիզմը օգտագործել եւ բավական կուռ փաստարկներ ունենալ, եթե մենք գնանք այդ դաշտ։ Հետեւաբար դա պետք չէ անել։ Ու նաեւ եթե ինչ-որ մի բան չի աշխատում, այդ թող չաշխատի, պետք չի դա վերացնես։ Եթե Հայաստանը չի ուզում ունենալ այս պահին ռազմավարական դաշինք Ռուսաստանի հետ կամ ունենալ այդ իրավապայմանագրային բազայի մեջ ապահովված բաները, թեև Հայաստանը ուզեցել է եւ մինչեւ 22 թվականը անգամ պատերազմից հետո շարունակել է իր անվտանգային ռեֆորմը հենց Ռուսաստանի հետ, հա, բայց եթե հիմա դա չի համարվում նպատակահարմար կամ անիրատեսական, մի ավելի լավ ժամանակ կարող է լինել, որի դրա վերացումը էլի կնճիռներ չառաջացնի հարաբերությունների մեջ։ Հիմա եթե դա արվի, դա վստահաբար ավելի մեծ խնդիրներ կարող է։ Այս պահին Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները քաղաքական իրողությունների եւ այն լիցքը, որը հաղորդված է այդ հարաբերություններին, հա, որ դեռ որքան կարող են վատթարանալ, այսինքն վատթարացման պոտենցիալը դեռ որքան է, թե ինչ որ տեղի իրենք կկանգնեն եւ Հայաստանը եւ Ռուսաստանը կընտրեն հարցեր, որտեղ իրենք չեն պայմանավորվում, հարցեր, որտեղ պայմանավորվում են։ Վերջի տարբերակը ամենալավը կլինի հարաբերությունների զարգացման, այսինքն կոմպարտմենտալիզացիան, տարանջատել համագործակցության ոլորտները, քննարկման առարկա ոլորտներից, այսպես ասած, ու այստեղ երկկողմ շահեր կան եւ անհրաժեշտություն կա երկուսի համար էլ սա անելու։ Որոշակի ռացիոնալիզացիա է գնում։ Միանշանակ կա դրա անհրաժեշտությունը եւ ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով առնվազն կարճաժամկետ, միջնաժամկետ հեռանկարում, մենք խոսում ենք սննդի անվտանգության մասին, սոցիալ-տնտեսական կայունության մասին, էներգետիկ անվտանգության մասին, որտեղ համագործակցությունը առնվազն մինչ դրանց ալտերնատիվները գտնելը բխում են Հայաստանի շահերից, բայց իրականությունը ինչպեսին կլինի։ Ռուսաստանը պատրաստ է օրինակ էներգետիկան, մյուս հարցերը, որտեղ մեծ հաշվով Հայաստանն է շատ էական շահեր ունի եւ կարեւոր է Ռուսաստանի հետ պայմանավորվելը, այս հարցերում պայմանավորվի, մյուս հարցերում չպայմանավորվի։ Թե ինքը դա շատ փաթեթային է տեսնում, եթե այս հարցերում չենք պայմանավորվում, այս հարցերում կտուժեք։ Դեռ ոչ, դեռ փաթեթային չի դիտվում, ընդհանրապես մոտեցումը փաթեթային չէ, այլ ամեն մի կոմպոնենտը դիտարկվում է որպես մեծ խաղի մի գործիք, որոնք դե կան բազմաթիվ այնպես չի որ ուզում եմ հիմա գաղափարներ տամ, սրա մասին բոլորը շատ լավ տեղյակ են, օրինակ մենք այս սանկցիաները, որոնք կիրառված են, առավելապես Հայաստանից Ռուսաստան էքսպերտների սանկցիաների մասին են, բայց մենք ունենք շատ ավելի զգայուն ներկերման խնդիրներ Ռուսաստանից, որոնք թե ռազմավարական են եւ թե մոնոպոլ։
դա լինի հացահատիկը, դա լինի էներգակիր ռեսուրսները, թեև այդտեղ մի քիչ դիվերսիֆիկացիա կա, բայց առնվազն գազի առումով շատ լուրջ խնդիրներ են։ Այսինքն դեռ ամբողջ արսենալը կոպիտ ասած օգտագործված չի, հույս ունենանք, որ այդտեղ դրան բանը չի հասնի, թե իսկ թե ինչքան խորը կարող է գնալ, սա կախված է նրանից, թե ինչպիսի պատասխաններ կստանա եւ ինչպիսի արդյունք կունենա Ռուսաստանը այն հարցերում, որոնք կարմիր գիծ են իր համար։ Որոնք կարմիր գիծ չեն, վստահաբար այդտեղ քննարկելու եւ խնդիրները իրարից բաժանելու, ոչ թե խառնելու ուղղությունը կա։ Վերջին տարիներին էլ դա տեսել ենք, նորմալ դա աշխատել եմ քչից շատից, բայց երբ խոսքը գնում է ռազմավարական հարցերի մասին, այստեղ կարող է փաթեթային տրամաբանությունը, այսինքն բոլոր արկագործիքների օգտագործումը աշխատել։ Որոնք են կարմիր գծերը։ Հայաստանի ինստիտուցիոնալ ինտեգրման դիլեման է, այսինքն Եվրասիական տնտեսական միություն, թե Եվրամիություն, դա ռազմավարական ենթակառուցվածքներն են Ռուսաստանի Հայաստանում, խոսում ենք էներգետիկ արդեն ոչ էլեկտրա, այլ էներգետիկ ենթակառուցվածքների մասին, որոնք շատ տարատեսակ են, երկաթգծի մասին, սրա մեջ էլի ինչ որ ձգումով կարող եք մտցնել նաև ռազմաբազան ու այստեղ ավելի Ռուսաստանը պակաս ճկուն է տարանջատել մյուս հարցերից։ Կարծիք կա, որ այս բավական սրվող կամ սրված հարաբերությունները Երևանի եւ Մոսկվայի միջև իրականում ոչ թե եվրաինտեգրման գործընթացին են վերաբերում, դա ուղղակի լեգալ կամ լեգիտիմ առիթ է Ռուսաստանի կողմից ԵԱՏՄ-ի կոնտեքստում այդ հարցը բարձրաձայնելու, հա, այլ որ դրանք վերաբերում են ավելի էական եւ կարեւոր խնդիրների, որոնք շատ շոշափելի են, որոնք շատ այսօրեական են եւ կարեւոր են Ռուսաստանի համար, դա նույն երկաթուղու հարցն է, որ Հայաստանը դնում է կոնցեսիայի փոփոխման խնդիրը, որ Ռուսաստանի հա կառավարման ներքո է ռուսական ընկերության ՌՇԴ-ի, դա նույն ատոմակայանի խնդիրն է, որ Ռուսաստանը ցանկանում է նոր ատոմակայանը ինքը կառուցել եւ մեծ հաշվով այդ ոլորտում եւս շարունակել պահպանել իր ազդեցությունը։ Օրինակ, եթե այս հարցերում որոշակի պայմանավորվածություններ լինեն Մոսկվայի հետ, հա, կարծում եք Ռուսաստանը կդադարի բակտերիաներ եւ, չգիտեմ, ինչ որ խնդիրներ տեսնել Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ։ Իրական խնդիրը ո՞րն է, եվրաինտեգրացիան, թե ավելի շոշափելի այս առարկայական կոնկրետ խնդիրները։ Ինչ որտեղ դժվար է դրանք տարանջատել, որովհետեւ այս ամեն ինչի սրացումը տեղի ունեցավ զուգահեռաբար։ Եթե հերթով կամ առանձին տեղի ունենային ինչ-որ պայմանական վակուումի մեջ կարող ենք համեմատել, տեսնել, որ դեպքում արձագանքը ինչպիսին էր, բայց բոլորը միասին տեղի ունեցան։ Թե երկաթգծի հարցը, թե նույն ատոմակայանի հարցը, թե ԵՄ ուղին բռնելու հարցը տեղի ունեցան վերջին մոտ 6 ամիսների ընթացքում բացառությամբ ատոմակայանի, որի ծիլերը արդեն նշմարվում էին հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումով։ Ու կարծում եմ նաև այս կոլեկտիվ ծնագնդի էֆեկտն էր, որ ուժեղացրեց այս գործընթացները, ինչը ել ավելի մեծ լիցք ու թափ էր ստանում դեպի կոնֆրոնտացիայի գնալու նախընտրական տրամաբանությամբ պայմանավորված։ Երկկողմ, թե Ռուսաստանի քայլերը ուղիղ հայտարարությունները հաջակցություն ընդդիմությանը Հայաստանում եւ թե վերջին ամիսներին ընտրություններին նախորդող դեկլարատիվ կամ ոչ այնքան կամ նաեւ կոնկրետ քայլերով եվրոինտեգրման ուղին սրանք նպաստեցին սրան ու նաեւ ես չէի ուզենա թերագնահատել եվրաինտեգրում թե եվրասիական ինտեգրում այս դիլեման որպես իրական պատճառ, որովհետև այստեղ մենք փոփոխություն տեսել ենք իրական։ Ես երևի 2024-ի վերջից մինչև գրեթե մինչ նախընտրական շրջանը համարում եմ, որ Հայաստանի կառավարությունը բավական ամենաօպտիմալ քաղաքականություններ վարում է դիլեմայի մեջ գտնվելով, որտեղ հայտարարվում էր եվրասիականին նվիրվածությունը, այսպես ասած, նպատակ չունենալը դրանից դուրս գալու, կարծես հապկը սրանից առանձնացվել ու բոլորի կողմից արդեն ընդունվել էր որպես իրողություն, հա, իսկ եվրոպական ինտեգրման հարցում ոչ թե դրվել էր անդամակցության նպատակ, այլ քաղաքականությունը հետևյալն էր. համապատասխանեցնել հայկական օրենսդիր եւ այլ պայմանները եվրոպական ստանդարտներին, առանց ունենալու
Եվրոպական միության անդամակցության ուղիղ նպատակ։ Այնպես չի որ դա ինչ որ միտեղ չկար մտքում պահված, բայց նպատակը որն էր Հայաստանին դարձնել պատրաստ, հնարավորինս մաքսիմալ պատրաստ, որ երբ որ բացվի նման քաղաքական պատուհան, երբ Հայաստանը կարող է գնալ այդ քայլին առանց լուրջ ռիսկերի եւ առանց տարիներով հերթի մեջ սпасելու, դա կարողանա արագ ստեղծել այլընտրանք եւ այդ այլընտրանքից հարմարպահի կարողանալ օգտվել։ Ստեղծել այլընտրանք, նոր դարակայացման դեպքում օգտվել դրանից, եթե պատե պահը ստեղծվի։ Հիմա նայելով նախընտրական ծրագրին իշխող ուժի, մի փոքր արդեն այդ նպատակը, որը այն վաղ պահվում էր որպես չբարձրաձայնված ճշմարտություն եւ որը ինչ որ մի շրջան բավական էր Ռուսաստանից սուր արձագանքը կանխելուն, դարձավ ուղիղ։ Հիմա եթե այն ժամանակ մենք ասում ենք, դե եթե նման ալտերնատիվ լինի, հիմա ասում ենք երբ նման ալտերնատիվ լինի, ինչը ենթադրում է, որ մենք որոշումը կայացրել ենք։ Ուղղակի չգիտենք թե երբ է լինել։ Ինչու կայացվեց այդ որոշումը։ Ինչու Հայաստանի վարչապետը, որը դեռևս հենց անդրադառնալով այդ թեմային, հա, ով դեռ վերջերս Եմենի հետ մերձեցում բացատրում էր սոսկ այլընտրանքային փնտրտուքով եւ հավաստիացնում, որ պահպանելու է անդամակցությունը ԵԱՏՄ-ում, այժմ հայտարարում է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու այդ պատրաստվելու մոտադուտ ներկայացման մասին, հա։ Սա հերթական մարտավարական քայլն է, հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարաբերություններում այսպես խաղադրույքները բարձրացնելու քաղաքականությունը, թե այս անգամ ամեն ինչ լուրջ է։ Չգիտեմ, այս հարցի հասցեատերը հենց այս որոշումները կայացնողներն են, լիովին անկեղծությամբ, բայց մի հանգամանք էլ կա այստեղ, որ ես չեմ կասկածում, որ թե Բրյուսելում, թե Երևանում, թե Մոսկվայում շատ լավ հասկանում եմ, որ Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը կարճ եւ միջնաժամկետ հեռանկարում ուղղակի անիրատեսական է։ Եվ սրանից ելնելով կամ սա այն է, ինչ դուք եք հուշում, ինչ որ օգտագործել տակտիկական ձևերով, բայց վախենամ, որ եթե դա է նպատակը ինչ որ տակտիկական բանով օգտվել նման խաղադրույքների բարձրացումից, սա հենց կարող է լինել խաղադրույքային տրամաբանության մեջ ու բերել իր հետևից ավելի վտանգավոր հետագիծ, որովհետև Ռուսաստանը սրան չի վերաբերվելու որպես ինչ-որ մի շանտաժի պես բան կամ հա, այսինքն սա այն քայլը չի, որից հետո Ռուսաստանը փորձելու է դեէսկալացիայի գնալ։ Ընդհակառակը սա օգտագործվելու է որպես տեսեք, մենք ի սկզբանե մեր վախերը ճիշտ էին, մեր կասկածները ճիշտ էին, դուք մեր գործընկերներին օգտագործում եք զուտ եւ օգտվում եք ԵԱՏՄ առավելություններից, որպեսզի ավելի սահուն անցում անեք դեպի Եվրոմիություն, որին մենք համարում ենք թշնամական, բայց այստեղ նաև ԵԱՏՄ-ի շերտը կա, որ չգիտեմ ինչպիսի աշխատանք է տարվել կամ տարվում, բայց մենք ունենք այստեղ պոտենցիալ, որովհետև այն հայտարարությունները, որ եղան մայիսի վերջի ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո, որ կոչ արվեց հարաքվե անել, դա ներկայացվեց եւ ձևակերպված էր որպես մյուս բոլոր անդամ պետությունների կողմից համատեղ ընդունված բան, որը ես վստահ չեմ, որ բոլոր այդ պետությունները շատ երջանիկ են իրենց ստորագրությունը կամ նշումը ունենալու դրա մեջ, որովհետև նույն Ղազախստանը օրինակ տարիներ շարունակ եղել է ջատագովը Եվրասիական տնտեսական միությունը պահել տնտեսական, այլ ոչ թե քաղաքական միություն, նաև քանի որ նա ունի վերպետական բնույթ եւս, Դե օպտիկաները տարբեր են, Աստանայի օպտիկան տնտեսական, Ռուսաստանի աշխարհակաղակական։ Այո, այն ռիսկ է, ցանկացած վերպետական կառույց ունի որոշակի ռիսկ եւ սահմանափակումներ դեպի պետությունների սուվերենությունը։ Իսկ Ղազախստանը այս կոլեկտիվից ամենազգայունն է իր սուվերենության եւ կարող է իր սուվերենությունը պաշտպանելու հարցերում եւ սա վտանգավոր նախադեպ կարող է լինել հենց այդ պետությունների համար եւս։ Իհարկե իրենք չունեն ԵՄ-ԵԱՏՄ դիլեման, բայց բազմաթիվ այլ հարցեր կարող է։ Հետևաբար սրան զուգահեռ, բացի Ռուսաստանի հետ աշխատանքից, շատ կարևոր է նաև ԵԱՏՄ անդամների հետ այս դեէսկալացիայի գնալու գործողությունները եւ հուսով եմ, որ Ղազախստանի նախագահի հոկտեմբերին ակնկալվող այցը Երևան նաև կօգտագործվի այս կոնտեքստում։ Լավ, այնուամենայնիվ Ռուսաստանը կարծես ոչ ֆորմալ եւ ոչ միայն Ռուսաստանը
այսպես վերջնաժամկետ է սահմանել Հայաստանի համար կողմնորոշվելու առումով ԵԱՏՄ թե ԵՄ, նրանք այսպես հայտարարում են դրա համար դեկտեմբերը, այս տարվա դեկտեմբերը։ Որ լինելու է քաղաքնաժողովը, ու այդտեղ քննարկվելու դեկտեմբերին դա քննարկվելու է Հայաստանի անդամակցության խնդիրը եւ մինչեւ դեկտեմբեր կամ դեկտեմբերին գոնե պետք է հայտարարվի Հայաստանը երբ է անցկացնում այդ համապատասխան հանրաքվեն կամ գոնե կամ այդ ժամանակ անցկացնի։ Պարզ է որ Հայաստանը մինչ այդ դժվար անցկացնի այդ հանրաքվեն, հա։ Եթե դա տեղի չի ունենում, եթե Հայաստանը ոչ մի ականջալուր չի լինում այդ հորդորին, որ անցկացնի հանրաքվե, ինչ կարող է տեղի ունենալ դեկտեմբերին։ Չեմ ուզում գուշակել, բայց նաև այն գործիքակազմը, որը կա, ընդհանրապես գաղտնիք չի իրենից ներկայացնում, դրա մասին անգամ ով կարող է դա կիրառել վաղուց ակնարկել է, դա նախ տարեվերջին կամ հաջորդ տարվա սկիզբը ակնկալվող գազի գնի վերաբանակցման հետևանքն է, թե ինչ գին կունենա մեր մատակարարումները, այդ մեկ, երկրորդ, ինչպես նշեցի արդեն, մինչ այս մենք խոսել ենք Հայաստանից Ռուսաստան արտահանումների մասին, կարող է օգտագործվել նաև Ռուսաստանից Հայաստան արտահանումները որպես ազդեցության լծակ, իսկ այստեղ շատ պետք չէ անգամ թե այդ ապրանքային կետերը խիստ բազմազան են, թե որտեղ կարելի է Հայաստանին ցավեցնել, բայց առնվազն ցորենի հացահատկի մատակարարումը միայն եթե վերցնենք, դա լրջագույն լծակ է։ Դրանից բացի կան նաև հայերի կամ Ռուսաստանի քաղաքացի հայերի ինչ որ իրավունքներ, աշխատանքային իրավունքներ, լիցենզիաներ եւ այլն, որոնցից օգտվում են նրանք մոտավորապես Վրաստանի հետ Մոլդովայի դրա համար նկատի ունեմ, որ սրանցից որևէ մեկը ինչ որ նորություն չի եւ սրանք կարող են օգտագործվել։ Հիմա, ինչպես դուք նշեցիք, պետք է ստեղծել ալտերնատիվներ, ինչ այլընտրանքներ, ինչ դրանցից օգտվելու ամբիցիա ունենալը։ Այսինքն մենք իմանալով, որ բոլոր այս ռիսկերը բավական իրատեսական են, կարող է տեղի ունենալ, այս ամբողջ մեր կարծում եմ այս ժամանակը մինչև պոտենցիալ խնդրի սրում, հուսանք, որ նման բան տեղի չի ունենա, պետք է օգտագործել այդ ալտերնատիվները, այլընտրանքները գտնելու ուղղությամբ, այլ ոչ թե սպասել, թե երբ է դա լինելու։ Գիտեմ, որ որոշ պետական գերատեսչություններ դրանով զբաղվում են, ուղղակի ցավոք սրտի դրան տրվում է մաքսիմալ ուշադրություն, երբ ճգնաժամը վրա է հասնում, ինչպես մենք տեսանք գյուղատնտեսության դեպքում, եւ բնավ այդ լուծված չէ, եւ այն թվերը, որ մենք տեսնում ենք Եվրոմիության հետ առևտրի աճի, այո, դրա մեջ կա կոմպոնենտ, որը դեպի Ռուսաստան արտահանումների ուղղության փոփոխությունն է դեպի Եվրոպական միություն, բայց դրա մեջ այդ աճի առյուծի բաժինը ընկնում է այն հումքերին, որ մենք ապրանքներին, որոնք թե ծավալով են մեծացել եւ թե դրանց շուկայական գներն է շատ խիստ մեծացել, հետեւաբար ցանկացած թիվ տեսնելուց նախ պետք է դրա բովանդակությանը եւ կառուցվածքին նայել, այլ ոչ թե զուտ թվին։ Ունենք ժամանակ, պետք է դրա այդ այլընտրանքները ստեղծելու վրա աշխատել։ Հայտարարությունը, որ Հայաստանը ցանկանում է սկսել գործընթաց Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու, հնչեց կառավարության ծրագրի ընդունման ժամանակ, կարելի է ասել, ազգային ժողովում եւ այդ նույն ծրագրում արտաքին քաղաքականության բաժնում որևէ բան չկա գրված Եվրամիության անդամակցելու կամ անդամակցության հայտ ներկայացնելու հետ կապված, հա։ Ուստի հարց որքանով էր սա սպոնտան այս որոշումը կամ հայտարարությունը։ Չգիտեմ, որովհետև կառավարության ծրագրում կարծես չի գրված, որ հայտ ենք ներկայացնելու Եվրամիության։ Չգիտեմ, բայց այնտեղ կա անկախ հայտ բառի ձևակերպումից թե չէ, թե նախընտրական ծրագրում, թե կառավարության ծրագրում կա այդ իմ ասած ձևակերպումը, որ մենք մեր ստանդարտները բերելու ենք եվրոպականին եւ երբ որ այդ պատե պահը գա եւ Եվրոպայում պատրաստ լինեն մեզ ընդունել, մենք դա կանենք ու այդ երկու բովանդակությունները ճիշտ է, դրանց մեջ ինչ որ լարում կա, որ երբ պատրաստ լինեն մեզ ընդունելու նոր մենք երբ լինի դրա քաղաքական կամքը կանենք, բայց արդեն պատրաստվում ենք հայտ ներկայացնելու միջով ինչ որ լարում կա։ Ու սա խոսում է եւս մեկ կարելի ասել բնութագրիչի մասին Հայաստանի արտաքին եւ անվտանգային քաղաքականության մասին շատ հաճախ քաղաքականությունից դուրս կամ զատ տեղի ունենում հայտարարություններ եւ դա շատ հաճախ տեղի ունենում հենց Ռուսաստանի հետ հարաբերություններում, որոնք չեն եղել մշակված քաղաքականության պլան, այլ ինչպես ասում եք, ինչ որ սպոնտան այդ պահին
ձևակերպում է ստանում եւ հետո նոր արդեն քաղաքականության իմպլեմենտացիան եւ դիվանագիտական ապարատը կարելի ասել հարմարվում է դրան եւ սկսում է քաղաքականությունը վարել։ Քաղաքականությունը հնարավորի արվեստն է։ Հաջողություն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես շնորհակալ եմ։ Սիվիլյանքի տաղավարում ես զրուցեցի Նարեկ Սուքերյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։